բացառված է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր, եթե Հայաստանը սահմանադրական փոփոխություններ չի իրականացնում։ Այնքան բաներ էր ասում բացառված, որ բարձր բացառված չի։ Ալիևը ինչքան գիտեմ Հայաստանի քաղաքացի չի, Հայաստանի ընտրող չի, այնց որ ինքը կապ չունի։ Անկախության հռչակագրի հղումը սահմանադրության մեջ դա պատմական ինչ-որ բան է։ Իրավաբանական ուժ էլ չունի։ Դուք կողմ եք քվեարկում դրան թե ոչ։ Իսկ մենք սահմանադրությունը փոխում ենք, որտեղ Ալիևն է պահանջում։ Այդ տեքստը ով ա գրել, Արտադրության նախարարությունը, թե Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը։ Բարդ հարց եք տալիս։ Սահմանադրության տեքստի վերաբերյալ ասում եք, որ սահմանադրություն պատվալներում չի կարելի գրել։ Ֆիզիկապես հիմա մեր նիստերը Արտադրության նախարարության պատվալային հարկում են լինում։ Ինչ վերաբերմունք ունեք Նիկոլ Փաշինյանի երրորդ ժամկետով պաշտոնավարմանը։ Վարչապետի պաշտոնավարման լիմիտներ նորից եմ ասում, գոնե ինձ հայտնի չէ։ Գալով պետություն եկեղեցի հարաբերություններին ուզում եմ հասկանալ հակասահմանադրական տարեր տեսնում եք թե ոչ։ Որոշ եկեղեցականներ որոշել են, որ Հայաստան ժողովրդավարություն չպետք է լինի, բայց Աճապաղյանի պատիժը կամ Աճապաղյանին կալանավորելը նորմալ չի։ Վեհափարի եղբայրը օրհնում է մի ստորաբաժանում ու արկում է Հայաստան, որպեսզի ստեղ դիվերսիոն գործողություններ անեն։ Ջեբկիր չեն կարող բռնել ու դատել առանց մի երկու օրենք խախտելու։ Հայաստանում այս պահին քաղբանտարկյալներ կան թե ոչ։ Առերը, տեսեք, մի քիչ երկար պետք է պատասխանեմ։ Ինձ թվում է իմ համար աշխարհը փոխվեց, երբ որ ես տեսա ադրբեջանցիների հադրուտ մտնելը։ Ես կարամ դուրս գամ ավտոմատով Թումանյան փողոց, սկսեմ ավտոմատով, չգիտեմ, աչու ձախ կրակել, մեկը գա դուբինկայով գլխիս տա, ասում այ դու իրավունք չունես դուբինկայով գլխիս տայիր։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը հայտարարել է, որ վարչապետի իրենց թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Եվ նրանք հետևյալ գործընթացն են պլանավորում գնալ ազգային ժողով, մեծամասնություն վերցնել ազգային ժողովում, փոխել սահմանադրական այն դրույթը, որն արգելում է երկքաղաքացիություն ունեցող անձին դառնալ Հայաստանի վարչապետ, եւ դրանից հետո հնարավորություն ստեղծել, որ Սամվել Կարապետյանը դառնա Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Դուք որպես սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, այստեղ սահմանադրության հետ հակասություններ կամ մտահոգություններ տեսնում եք։ Գիտեք, ես ասեմ, որ գլոբալ առումով լիովին նորմալ են վերաբերվում նրան, որ տարբեր քաղաքական ուժեր, արդեն մի քանի այդպիսի քաղաքական ուժ կա, հայտարարում են, որ իշխանության գալու քաղաքացիների քվեն ստանալու դեպքում փոխելու են սահմանադրությունը այս կամ այն կերպով։ Լրիվ նորմալ երևույթ է դա։ Լրիվ նորմալ երևույթ է, քաղաքական առումով կոնել լրիվ։ Ես պետք է ասեմ ավելին, այն ուժերը, որոնց մտադրությունները սահմանադրություն փոխելու ժողովրդավարական են, այսինքն պրոժողովրդավարական փոփոխություններ են անելու, այդ ուժերին մենք նաև աջակցելու ենք։ Ընտրվելու դեպքում ենք աջակցելու, միջև ընտրվելը իրանց, չգիտեմ, իրենց գաղափարները ձևակերպելու, իրենց գաղափարները հղկելու հարցում ենք աջակցելու։ Այստեղ լրիվ իհարկե չենք աջակցելու Քարոզ Արշավանեն, դա մի քիչ մեր բանը չի, բայց ինչ վերաբերվում է սահմանադրությունը ժողովրդավարեցնելուն աջակցելու ենք։ Բայց մի անգամից ասեմ, ինձ չի թվում, որ Հայաստանի քաղաքացիության ցենզը հանելը 4 տարի միայն Հայաստանի քաղաքացի լինելու ցենզը հանելը դա ժողովրդավարեցման ուղղություն է։ Այսինքն այնուամենայնիվ ասում եք պրոժողովրդավարական ցանկացած process-ի աջակցելու եք, բայց այս դեպքում ժողովրդավարականը թե ոչ, որ Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող անձը սահմանադրության փոփոխությամբ դառնում է հանրապետության վարչապետ։ Չէ, ինձ չի թվում, որ դա պրոժողովրդավարական process է այդ առումով, բայց նորից ինչ նշանակում աջակցելու ենք եւ չենք աջակցելու։ Օրինակ, եթե մեզ գան հարցնեն, ասեն, սա ոնց ձևակերպենք սահմանադրությունում,
մենք այդտեղ չենք օգնել։ Ուրիշները որ գան ասեն մենք ոնց ձևակերպենք սա սահմանադրությունը, օրինակ կա բոլորին դեմ շարժում, հա, կուսակցությունը նաև։ Իրանք ասում են, մենք ուզում ենք լրիվ հանենք կային մեծամասնության դրույթը։ Իշխանության գալու դեպքում հանելու են կան մեծամասնության դրույթը։ Եվ նաև մեր հետ են կապնվել, մենք էլ ասել ենք օքեյ, ես ձեզ բազմաթիվ նյութեր, ես ձեզ օրինակ այդ հարցի հետ կապված միջազգային փորձ, ես ձեզ սահմանադրության կարգավորումների հնարավոր ձևակերպումներ, որ կարող եք անել, խնդրեմ, եթե դուք հանեք կային մեծամասնության դրույթը, դա լավ բան է։ Մենք ձեզ այդ հարցում աջակցելու ենք, չենք նորից եմ ասում, աջակցելու ենք այդ հարցում, չենք աջակցելու ընտրվելու կամ չընտրվելու հարցում, դա մեր գործը չի, մեր գործը ընտրությունների կոնտեքստում դիտորդություն անելն է, իսկ քաղաքացիները արդեն կորոշեն իրենք որ փոփոխությանն են կողմ, որ փոփոխությանը կողմ չեն, որ քաղաքական ուժի առաջարկածն են կողմ, որ քաղաքական ուժի։ Ասում ես հաշվով ասում եմ նորմալ է, որ քաղաքական ուժերը այդ թվում նաև ուժեղ թե հզոր Հայաստան, ուժեղ Հայաստանը առաջարկում է, ասում է գալու ենք sense փոփոխություններ անենք։ Դե ոչ մի սարսափելի բան չեմ տեսնում։ Շատ լավ։ Սահմանադրության փոփոխությունների այս ֆորմատի մեջ սարսափելի բան չենք տեսնում։ Հիմա մեկ այլ ֆորմատ քննարկենք։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ բացառված է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր, եթե Հայաստանը սահմանադրական փոփոխություններ չի իրականացնում եւ սահմանադրությունից չի հեռացնում անկախության հռչակագրի հղումը։ Եվ անցած տարի այդ թեմայով հարցին դուք պատասխանել եք, որ դա լուրջ չի եւ Ալիևը անիրականանալի նպատակ է դրել համանավար միջանցքին հասնելու համար։ Հիմա երբ միջանցքը կամ ճանապարհը կամ ուղին ինչպես որ կուզեք անվանել դրան, արդեն կա։ Իլհամ Ալիևը մի քանի օր առաջ նորից շարունակել է հայտարարել, որ պնդում է, որ սահմանադրությունից այդ դրույթը պիտի հանվի։ Ես ուզում եմ մի քանի բան արձանագրենք։ Միջանցքին Ալիևը չի հասել։ Այսինքն նա ինչ որ Ալիևը ուզում էր եւ իրոք հետեւողականորեն երկար ժամանակ ուզում էր, նա չի ստացել եւ դա ստանալու հավանականությունը արդեն զուգամտում է 0-ին, որտեղ ինքը իր ձեռով ստորագրել է այլ բան։ Ընդրում ստորագրել է ոնց որ ինքն ասում աշխարհի ամենահզոր կաբինետում։ Նենց որ դրան ինքը չի հասել։ Ինքը ուզում էր էքստերիտորիալ միջանցք, ինքը ուզում էր այն ինչ որ ռուսների հետ միասին իրանք շատ ինտենսիվ պահանջում էին 22 թվականի հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ժամանակաշրջանում դրան Ալիևը չի հասել։ Ինչ վերաբերվում է Ալիևի պահանջներն ուղղված Հայաստանի սահմանադրությանը, այստեղ մի քանի բան եմ ուզում ասեմ, էլի։ Առաջինը Ալիևը Հայաստանի ընտրող չի։ Հայաստանի սահմանադրությունը պետք է համաձայնեցվի Հայաստանի ընտրողների հետ։ Նրանց հետ ովքեր որ ընտրական տեղամասերում քվեարկելու են կողմ կամ դեմ։ Ալիևը ինչքան գիտեմ Հայաստանի քաղաքացի չի, Հայաստանի ընտրող չի, այնց որ ինքը կապ չունի։ Այնց որ ինչ որ ինքը հայտարարում է, էլի բաներ ա եղել, որ ինքը հայտարարել է եւ հետո տենց չի եղել, որ ասում եք բացառված է, որ սենց բացառված է, որ նենց բացառված չի, էլի բաներ են եղել, որ ասել է որ բացառված է, հետո պարզվել է հեչ էլ բացառված չի։ Մենք հայ-ադրբեջանական կարգավորումների եւ պրոգրեսին այդ ռակուրսով չգիտես ինչի երբեք չենք նայում ազգովին։ Բայց նույն սահմանազատման հասով էր ասում բացառված է Ալմատի հետ կապված էր ասում բացառված է եւ այլն։ Այնքան բաներ էր ասում բացառված է, որ պարզվեց բացառված չի։ Ինչ վերաբերվում է բուն կարգավորմանը, գիտեք, ես համարում եմ, որ այո, սահմանադրության մեջ պետք է նշվորես պետության նպատակները խաղաղությունն է։ Այս պետության նպատակների մեջ չի մտնում հարևանների հետ տարածքային վեճերի մեջ մտնելը, բայց միաժամանակ անկախության հռչակագրի հղումը սահմանադրության մեջ դա պատմական ինչ որ բան է։ Իրավաբանական ուժ էլ չունի։ Դա պատմական ինչ որ բան է եւ ինձ չի թվում որ դա հանելը տենց կարեւոր է եւ պետք է, բայց ես ազնվությամբ ասեմ, ինձ նաեւ չի էլ թվում որ դա մնալ է ինչ որ բան է մեզ տալիս։ Դա իմ համար շատ ավելի նվազ կարեւորության հարց է, քան օրինակ են որ հակակոռուպցիոն մարմինների անկախությունը
սահմանադրությունում երաշխավորված լինի։ Ասեմ ավելին, օրինակ վիճակագրական մարմինների անկախության սահմանադրությունում երաշխավորված լինելը, որը ռեալ դրույթ է, ռեալ կարգավորում է, ռեալ ազդում է այս երկրի ապագայի վրա։ Եթե կուզեք կարամ երկար պատմեմ, թե ինչ եմ տենց համարում, բայց ինչ եմ համարում, որ դա ռեալ ազդում է այս երկրի քաղաքացիների ապագայի վրա, բայց դրանք իմ համար ավելի կարևոր դրույթներ են, քան սահմանադրության նախաբանում անկախության հռչակագրի հղումը։ Պարոն Յոնիսյան, այստեղ ոչ թե խոսքը կարծում եմ ոչ այնքան այն մասին է, թե ինչ է փոխվում սահմանադրությունում, այլ ընդհանրապես երևույթը, որ հարևան երկրի կամ հակառակորդ երկրի նախկինում ղեկավարը որևէ պահանջ է դնում Հայաստանի սահմանադրության փոփոխության վերաբերյալ։ Հետևաբար ձեր պատասխանից ես երկու իրարամերժ եզրակացություն կարող եմ անել, կամ մենք լուրջ չենք վերաբերվում Ալիևի այդ պահանջին եւ այն մտքին, որ ինքը բացառում է խաղաղության պայմանագիրը առանց այդ փոփոխության, կամ եթե այդ փոփոխությունն այնուամենայնիվ օրինակ դրվում է սահմանադրական բարեփոխումների խորհրդի օրակարգում, դուք կողմ եք քվեարկում դրան թե ոչ։ Ինձ չի թվում, որ ես դրան կողմ կքվեարկեմ, բայց եկեք հետեւյալը հա, որտեվ հարցերը, որոնք որ քննարկվում են, տարբեր ձև են ելնում, տարբեր բաներ են, դրա համար 100% բայց չի թվում, որ ես կողմ քվեարկեմ դրան։ Այստեղ հետևյալն է հարցը, իսկ մենք սահմանադրությունը փոխում ենք, որտեվ Ալիևն է պահանջում։ Մենք սահմանադրությունը փոխում ենք, որտեվ Ալիևն է պահանջում։ Թե մենք սահմանադրությունը փոխում ենք, որտեվ գրողը տանի, այս սահմանադրությունը վատն է, որովհետև կներեք, այս երկրի քաղաքացիները երբեք սահմանադրություն չեն ստեղծել կոպիտ ասած։ Պարտադրված սահմանադրություն ա եղել 95-ին պարտադրված, 2005-ին պարտադրված եւ 2015-ին պարտադրված։ Իշխանությունների։ Այս երկրի քաղաքացիները իրենց կյանքում կյանքում չէ, պատմության մեջ առաջին անգամ մոտիկ են նրան, որ իրենք սահմանեն այն խաղի կանոնները, որոնցով որ հարաբերվելու են իրար եւ պետության հետ։ Ներողություն, գործընթացը սահմանադրական հանրաքվեն է եւ նախկինում եղած եւ ինչ որ ապագայում սպասվում է։ Հա, բայց նախկինում կեղծված հանրաքվեներ։ Եվ ապագայում, հա, մենք բոլոր սահմանադրական հանրաքվեները համարում ենք կեղծված եւ դրա համար ասում ենք, որ պարտադրված է։ Ուզում հասկանալ, դուք երաշխիքներ ունեք, որ ապագայում սպասող սահմանադրական հանրաքվեները չեն կեղծվելու եւ չեն պարտադրվելու իշխանությունների կողմից։ Որ Հայաստանը այդ ժամանակաշրջան ցանցել է։ Մենք երևի արդեն մոռացել ենք, թե 2015 թվականի օրինակ հանրաքվեն ոնց էր կեղծվում։ Ոնց են դիտորդներին կամերաների առջև դուրս շպրտում տեղամասից բռնության գործադրմամբ, ոնց էին լցոնումներ անում, ոնց էին ես հույսով եմ, որ դա ոնց ասում, ոչ միայն անցյալում է, այլ լուրջել չի քննարկել, որ տենց բաներ կարող են լինել։ Լուրջել չի քննարկել, որ Հայաստանում որևիցե քվեարկություն կարող է այդպիսին լինել, ինչպես 2015 թվականի սահմանադրական հանրաքվեներ, կամ ինչպես 2005 թվականի հանրաքվեներ, կամ 95 թվականի հանրաքվեներ։ Ես կարծում եմ, այդ էջը արդեն մենք թերթել ենք մեր պատմության։ Իհարկե, եթե տենց գնա, հիփոթետիկ ինչ-որ սցենար, դա շատ վատ է։ Բայց ես հույսով եմ, որ տենց չի եւ մենք ի վերջո նորից եմ ասում, պատմության մեջ առաջին անգամ, ոչ թե անկախության, ոչ թե մեր կյանքի, այլ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի քաղաքացիները կսահմանեն այն կանոնները, որոնցով առնչվում են հիմնական մայր կանոնները, որոնցով առնչվում են իրար հետ եւ պետության հետ, եւ պետությունն էլ իրանց հետ։ Սրա համար է սահմանադրությունը փոխվում, որ ի վերջո այս հանգրվանին մենք հասնենք։ Որ երբեք դա չի եղել։ Նախորդ տասնամյակներին դա եղել է տարբեր իշխանությունների պարտադրած խաղի կանոններ, դրանց առաջ եղել է սովետական իշխանությունների պարտադրած խաղի կանոններ, ու առաջին հանրապետությունում սահմանադրությունում չենք ունեցել ու տենց առանձնապես շատ բաներ չի հասցրել, պետականության շատ կոմպոնենտներ չենք հասցրել ձևավորենք, դրանց առաջ, չգիտեմ, ցարական Ռուսաստանի, արևմտյան Հայաստանի դեպքում, չգիտեմ, Օսմանյան կայսրության, դրանց առաջ, չգիտեմ, պարսկական կայսրության, ով ասես մեզ եկել պարտադրել է, թե ինչ խաղի կանոններով մենք պետք է ապրենք։ Դրա համար իմիջիալուց բոլորիս մոտ ձևավորվել է անկալում, որ օրենք հաղթելը մոդայիկ է։
Որովհետև եթե այդ օրենքը քեզ գալիս ինչ որ մեկը պարտադրում է ինչ որ մի հատ մետրոպոլիայից, եկել քեզ օկուպացիա, քեզ պարտադրում է, ու մեծ հաշվով դու չես մասնակցել այդ օրենքի կամ այդ օրինականության ընդունմանը, այդ օրենքը խախտել է իրոք կարա մոդայիկ լինի։ Ինչ ամոթ բան կա խախտես են կանոնում, որը ինչ որ մի հատ օկուպանտ քեզ պարտադրում է։ Բայց լրիվ ուրիշ բան է, երբ որ դու խախտում ես կանոններ, որոնք որ դու ես սահմանել, բոլորով գնացել, սա շատ ես կարծում եմ, որ կբերի նաև օրինականության նկատմամբ մարդկանց վերաբերմունքի դանդաղ տրանսֆորմացիայի։ Ի վերջո լեգիտիմ սահմանադրություն ունենալը։ Ես դրա համար ենք մենք սահմանադրությունը փոխում։ Ալիևը կարող է ներողություն վերադառնալով Ալիևին։ Ալիևը կարող է այսօր հայտարարի, որ սենց արեք, վաղ հայտարարին նենց արեք։ Ինձ թվում է մենք ուղղակի պետք է իգնոր անենք այդ հայտարարությունները։ Հիմա որ Ալիևը հայտարարի, ես պահանջում եմ, որ Դանիելն ու Մանուկը շնչեն։ Ինչ որ մեկի մտքով կգա, կասի, այ դուք շնչում եք։ Այ արտաշնչեցիք։ Այ ներշնչեցիք։ Ալիևի պահանջն եք կատարում։ Չէ, պետք է շնչել ու արտաշնչել։ Հիմա Ալիևը ինչ ուզում է ասի, շարունակել եմ շնչել ու արտաշնչել, քանի ողջ եմ։ Ոնց որ սա բան է, էլի, տենց մի հատ ասացված կա, չէ, ասում է, եթե Ադոլֆ Հիտլերը ասել է, որ ջուր խմելը օգտակար է, դա չի նշանակում, որ պետք չի ջուր խմել։ Այս պահին մի շատ կարևոր խնդրանքով ուզում եմ դիմել ձեզ։ Այս զրույցների շարքը մենք իրականացնում ենք սեփական միջոցների հաշվին եւ դրա շարունակության համար ունենք ձեր աջակցության կարիքը։ Նախ խնդրում եմ հավանելու դեպքում անպայման լայքել, թողնել ձեր մեկնաբանությունը եւ օգնել, որ հոլովակը տարածվի։ Դուք կարող եք նաեւ աջակցել մեզ ֆինանսապես այսելելով Patreon-ի մեր էջ եւ ամսական սկսած $2 գնելով բաժանորդագրություններ։ Այդ աջակցությունները դուք կարող եք ցուցաբերել նաեւ donation alerts եւ boost-ի հարցակների միջոցով։ Եթե մեզ դիտում եք համակարգչով, ապա հոլովակի վերջում կհայտնվեն QR կոդեր, որոնք սկանանելու միջոցով կհայտնվեք այդ հարցակներում։ Կամ դրանց հղումները կարող եք գտնել այս հոլովակի նկարագրություններ դաշտում։ Շնորհակալ եմ, շարունակենք զրույցը։ Սահմանադրության թեմայի մեջ դեռ մնալով Արդարադատության նախարար Սրփուի Գալյանը օրերս հայտարարել է, որ սահմանադրության տեքստը մարտին պատրաստ կլինի հրապարակման։ Այդ տեքստը ով է գրել, Արդարադատության նախարարությունը, թե Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը։ Բարդ հարց եք տալիս։ Տեսեք, այս Սահմանադրական բարեփոխումների process-ը հեսաբի քանի օրից կդառնա 6 տարի ինչ տևում է։ 6 տարի։ Եվ ինքը շատ դանդաղ են ընթանում։ Վերջին փուլում իրոք փորձվեց արագացնել եւ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդ անընդհատ ներկայացվում են տարբեր առաջարկներ։ Հիմնականում առաջարկները ներկայացնում է Արդարադատության նախարարությունը։ Բայց ոչ միայն։ Առաջարկներ ներկայացնում ենք նաեւ մենք ասելով իրազեկ քաղաքացիների միավորումը հաճախ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ միասին երկու կազմակերպություններով շատ առաջարկներ ներկայացնում ենք, բայց մեծամասնությունը առաջարկությունների ներկայացնում է Արդարադատության նախարարությունը։ Հիմա նախկինում սահմանադրության տեքստի վերաբերյալ ասում եք, որ սահմանադրություն պատվալներում չի կարելի գրել։ Ես ուզում եմ հասկանալ այդ տեքստը, որ մարտին հրապարակվելու է, պատվալներում էր գրվել, թե ոչ։ Պատվալներում չեմ ասել, փակ սենյակներում եմ ասել։ Ստեղ նրբությունը նրանն է, որ ֆիզիկապես հիմա մեր նիստերը Արդարադատության նախարարության պատվալային հարկում են լինում։ Ասել եք, բառացիորեն պատվալներում եք ասել։ Բառացիորեն դեպի լավ թողնի, բայց բաստան հիմա բառացիորեն հա, բայց այդտեղ թե Արդարադատության նախարարության պատվալում, բայց լրատվամիջոցները գալիս են, լուսաբանում են եւ միշտ կոմունիկացվում է, թե ինչա քննարկվել, ինչ չի քննարկվել։ Այսինքն այս պայդրությամբ չկան այս բան, որ խորհուրդը քննարկված լինի եւ դա հրապարակած չլինի։ Հիմա նոր տեքստում, սահմանադրության նոր տեքստում անկախության հռչակագրի հղումը կա թե ոչ։ Մենք դրան չենք ասել դեռ։ Միջև մարտ կհասցնեք դրան հասնել։ Ենթադրում եմ, ես չգիտեմ, ես ճիշտ ասած վախենում եմ այդ ժամկետների հետ կապված վստահ ինչ-որ բան ասելուց, որովհետև դա նաև միայն ինձանից չի, որ կախված է,
խորհուրդ է, լինում են հարցեր, որոնք որ կարծես թե շատ հեշտ հարց է, օքեյ, այս հարցը էսա 5 րոպեում քվեարկենք անցնի առաջ։ Ու այդ հարցը սկսում է մի քանի նիստ քննարկվել։ Լինում են հարցեր, որոնք հակառակը մտքի խղճի ազատության հետ կապված մի հատ կարգավորում կար, որը բոլորին թվում էր, որ շատ երկար ու դաժան քննարկվելու է, բայց երևի քննարկումը տևեց 5 դե լավ թողնի 10 րոպե։ Ինչ որ երբեմն մի քիչ դժվար է կանխատեսել տևողությունը քննարկումների։ Ես կվախենամ sense պնդումով ասել, այ միջև մարտի վերջ մենք այդ գործը կպրծնենք, որտեվ կարող է չպրծնենք։ Փորձում ենք։ Գալով սպասվող ընտրություններին, եթե չեմ սխալվում, դուք դեմ էիք Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետով պաշտոնավարմանը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը հայտ է ներկայացնում 3-րդ ժամկետով պաշտոնավարման գնալու, թեև դրանից մեկը իհարկե ոչ լրիվ պաշտոնավարում է եղել, բայց 8 տարին արդեն լրանում է, բազմաթիվ ժողովրդավարական երկրներում հենց 8 տարին է նշումը, որից հետո նույն մարդը չի կարող ղեկավարել երկիրը։ Ուզում հասկանալ, ինչ վերաբերմունք ունեք Նիկոլ Փաշինյանի 3-րդ ժամկետով պաշտոնավարմանը։ Նիկոլ Փաշինյան, տեսեք, վարչապետի դեպքում ժամկետ ասածը, քանի ժամկետ է։ Նիկոլ Փաշինյանը 3 անգամ է ընտրվել վարչապետ։ Ընտրվել եւ նշանակ ազգային ժողովի կողմից ընտրվում է, հետո վարչապետի։ Դե դուք նկատի ունեք հեղափոխական շրջանի ազգային ժողովի։ Իհարկե, տենց որ նայեք Նիկոլ Փաշինյանը 3 ժամկետ, որից 2-ը ոչ լրիվ, բայց հետեւյալը արձանագրենք խորհրդարանական երկրներում այդպիսի ժամկետ չկա, որտեղ խորհրդարանական երկրներում կարգավորումները բավականին տարբեր են։ Խորհրդարանական երկրներում ինձ հայտնի չի, որովհետեւ ժողովրդավարական խորհրդարանական երկիր, որտեղ վարչապետի պաշտոնավարման լիմիտներ կան, ի տարբերություն նախագահական երկրների, որտեղ որ դա կա։ Ես Ամերիկայի օրինակը բերեցի նախագահական իմաստին, բայց եւ բոլորն են ինչ օրինակ էլ բերեք նախագահական էլ լինելու, այսպես բան էլ արձանագրենք էլի։ Այստեղ շատ կարեւոր է հասկանալ, թե իշխանությունների տարանջատումը ոնց է արվում։ Շատ կարևոր է նաև սահմանադրական բարեփոխումներում հասնել նրան, որ վարչապետը լինի վարչապետ։ Եվ ոչ թե վարչապետը լինի նաև ամեն ինչ։ Սերժ Սարգսյանի գրած սահմանադրությամբ եւ Հայաստանում ձևավորված ավանդույթներով, Հայաստանում ձևավորված հազար ու մի ուրիշ բանով վարչապետը ամեն ինչը իշխանությունը բավականին կենտրոնացած է վարչապետի եւ կամ խորհրդարանական մեծամասնության ձեռքում։ Այ ոնց դա փոխել, որովհետեւ դա է ավելի կոպիտ ասած կարևոր, որովհետեւ երբ որ վարչապետը ամեն ինչ է, դա ինչ որ առումով նախագահ է եւ նախագահի մասով իհարկե ժամկետների բաների հետ կապ, բայց եթե վարչապետը վարչապետ է, վարչապետի պաշտոնավարման լիմիտներ նորից եմ ասում, գոնե ինձ հայտնի։ Դուք շատ կարևոր շեշտադրում եք անում, բայց դա իմ հարցի պատասխանը կարծում եմ չի այնուամենայնիվ, որովհետև դուք դեմ եք Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետին ճիշտ նույն սահմանադրությամբ, որ Նիկոլ Փաշինյանն է 3-րդ կամ 4-րդ ժամկետով պաշտոնավարման գնում։ Այսինքն տարբեր սահմանադրություններ չեն եւ նույն լիազորություններով Սերժ Սարգսյանն էր գնում վարչապետ, նույն լիազորություններով Նիկոլ Փաշինյանն է 3-րդ կամ 4-րդ ժամկետով վարչապետ։ Սերժ Սարգսյանը ներողություն, ինչ արեց Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանը փոխեց սահմանադրությունը այնպես, որ ինքը շարունակի պաշտոնավարել որպես դե ֆակտո նախագահ եւ շարունակի ըստ էության 10 տարին պաշտոնավարելուց հետո սահմանադրությունը իր համար իր տակ պարկացնելով, հա, փոխեց, որ շարունակի պաշտոնավարել եւս չգիտեմ քանի ժամկետ կամ քանի տարի։ Նույն այդ բայդրությամբ առնվազն միջև դրան հաջորդող հերթական խորհրդարանական ընտրություններ, որոնք լինելու են 22 թվին։ Այսինքն այդ բայդրությամբ փորձում էր եւս 4 տարի պաշտոնավարել։ Եվ սա խնդիր էր։ Ամեն դեպքում գոնե Նիկոլ Փաշինյանի դեպքում ինքն իր տակ սահմանադրություն չի փոխել, այո, ինքը կարող էր Սերժ Սարգսյանի բերած սահմանադրությունը շատ ինքը կամ իր թիմը շատ ավելի վաղուց փոխած լինեին, որպեսզի վարչապետը չլիներ ամեն ինչ, բայց ամեն դեպքում գոնե այդ ուղղությամբ process կա։
այդ սահմանադրական բարեփոխումների process-ը որ կա, ինքը այո նաև դեպի ժողովրդավարեցման process-ը եւ ինքը նաև այդ իշխող մեծ ոնց ասեմ winner takes it all concept կա, որը գործում է նախագահական ընտրությունների դեպքում։ Համարում ընտրությունների արդյունքում կա հաղթող, որը վերցնում է ամեն ինչ։ Ամեն ինչ ասելով իշխանություն էլի։ Այս սահմանադրությամբ, այդ թվում կային մեծամասնության մեխանիզմով, այդ թվում մի շարք այլ մեխանիզմներով, էլի դա բերվեց, այսինքն դարավ երկիրը խորհրդարանական, բայց այդ հաղթողը վերցնում է ամեն ինչ կոնցեպտը մնաց։ Ինչը նոնսենս էր։ Ամեն դեպքում հիմա սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, որի ղեկավարը արդարադատության նախարարն է եղել միշտ, տարբեր նախարարներ, բայց միշտ այո, միշտ արդարադատության նախարարներն են, եւ Նիկոլ Փաշինյանի կառավարության արդարադատության նախարարներն են։ Այս խորհուրդը որոշեց, որ դա փոխվում է։ Նոր սահմանադրությամբ Նիկոլ Փաշինյանը որ այդ հաղթողը վերցնում է ամեն ինչ կոնցեպտը դուրս է գալիս։ Որտեվ քանի այդ կոնցեպտը կա, իրոք պետք է ժամկետային ինչ որ սահմանափակումներ լինեն, որ հաղթողը վերցնում է ամեն ինչը չլինի անվերջ։ Նախագահական ընտրություններում ինչի է, նախագահական երկրներում ինչի է, նախագահի պաշտոնավարման վրա լիմիտներ դրված, որ հաղթողը վերցնում է ամեն ինչ կոնցեպտը անվերջ երկար չտևի։ Հիմա սա փոխվում է։ Ես հույսով եմ, որ ի վերջո այս սահմանադրական բարեփոխումները կավարտվեն ինչ որ հանգրվանով եւ այդ կոնցեպտը դուրս կգա, հաղթողը վերցնում է ամեն ինչ կոնցեպտը դուրս կգա։ Սա շատ կարեւոր է։ Որտեւ այդ կոնցեպտը իրոք անհամատեղելի է պաշտոնավարման ժամկետի անսահմանափակության հետ։ Այսինքն անհամատեղելի է որն է վտանգավոր է այդ համատեղելիությունը։ Իսկ եթե այնուամենայնիվ նոր ընտրություններից հետո սահմանադրական Սերժ Սարգսյանի խնդիրներից մեկը ոչ միայն սահմանադրություն փոխելն էր, Սերժ Սարգսյանի խնդիրներից մեկը լեգիտիմ չէր։ Երբեք ժողովրդի աջակցություն չի ունեցել, սա էլ է մեծ խնդիր։ Եթե ինքը ունենար ժողովրդի աջակցությունը եւ փորձեր գնալ երրորդ ժամկետ, արդյոք ժողովուրդը, չգիտեմ, ես դրան դեմ կլինեի, թե չէ։ Այո, ես դրան դեմ կլինեի։ Բայց հեղափոխությունը եղավ առաջին հերթին, որովհետև ինքը լեգիտիմ չէր։ Գալով փոքրիկ թեմայի փոփոխություն անելով, գալով պետություն եկեղեցի հարաբերություններին, ուզում եմ հասկանալ պետություն եկեղեցի մեր օրերում տեղի ունեցող հակամարտության մեջ հակասահմանադրական տարեր տեսնում եք թե ոչ։ Ոյ, Սահմանադրության այս կարգավորումը իրականում շատ նայած ոնց կարաս մեկնաբանես, որ հակասահմանադրական է, կարաս մեկնաբանես, որ հակասահմանադրական չի։ Իրավաբաններին հաճախ որ հարցնում ես, ասում ես ոնց է պետք մեկնաբանել։ Պետք է մեկնաբանենք հակասահմանադրական, դա հիմնավորենք։ Պետք է մեկնաբանենք, որ հակասահմանադրական չի եւ դա հիմնավորենք։ Լավ անեկդոտ կա, ես կրթության ֆիզիկոս եմ, ասում եմ ֆիզիկ էքսպերիմենտատորը գալիս է տեսաբանի մոտ, ասում է գիտափորձ եմ արել, սա իմ գիտափորձի արդյունքներն են։ Ոնց որ սա վերցրու տեսություն կառուցի, որը կհիմնավորի այս ամեն ինչը, որ կբացատրի այս ամեն ինչը։ Տեսաբանը վերցնում է, աշխատում է, կառուցում է տեսությունը, ասում է, «Վсё, սաղ տեղը ընկավ, սաղ մնացած ամեն ինչի հետ տեղը ընկավ, շատ լավ է, տեսությունը բացատրվում է»։ Էքսպերիմենտատորը ասում է, «Սխալ տվյալներ էի տվել, ինչի տվյալներ է, սա տվյալները գիտափորձի արդյունքի»։ Տեսաբանը վերցնում է այդ նոր տվյալներով անանում տեսությունը, ասում, սաղ տեսությունը կառուցվեց, սաղ լավ է։ Հիմա ստեղ է, էլի, իրավաբանները կան, որ մեկնաբանում են, որ հակասահմանադրական է, եթե պետք է հիմնավորում են, որ հակասահմանադրական չի։ Ստեղ ես ուզում եմ հարցի ուրիշ կողմին գամ, էլի։ Եկեղեցու Անգամից արձանագրեմ, որ շատ մեթոդներ, որոնք այս ընթացքում իշխանությունը կիրառում է, հակասահմանադրական են։ Ոչ միայն են պատճառով կամ բացարձակ ոչ են պատճառով, որ դա եկեղեցին է կամ որոշ եկեղեցականներ են մյուս կողմում։ Հիմա կներեք, այդ արշակ սրբազաններ չէ։
Աշակերտական կարճ չգիտեմ ինչ է կարծում։ Հա, այդ անձական բանի տեսանյութերը որ հրապարակվել են։ Կներեք, այդ տեսանյութ հրապարակել է հակասահմանադրականը, անկախ նրանից եկեղեցականի մասին է, եկեղեցականի մասին չի, ուղղակի հակասահմանադրական է։ Եվ ուղղակի քերեորեն պատժելի արարքա։ Իսկ եկեղեցու գործերի խառնվել է իշխանությունների կողմից, հակասահմանադրականը թե ոչ։ Իսկ իշխանության գործերին խառնվել է եկեղեցու կողմից։ Ես չեմ կարող կարծիք արտահայտել հարցնում։ Հենց այդ ասում եմ, որ նայած ոնց մեկնաբան է, նայած ոնց բանան է, ամեն դեպքում այս կոնֆլիկտը սկսել է նրանից, երբ որ եկեղեցին որոշել է, որ պետքա եկեղեցին չէ, այ եկեք այստեղ մեզ բանան ենք, էլի, եկեղեցին չէ։ Որոշ եկեղեցականներ, որովհետև մեղմ ասած ոչ բոլոր եկեղեցականներն են այն մուդի մեջ, որը ես հիմա կասեմ։ Եվ նաև ոչ բոլոր եկեղեցականների դեմ է պայքարում իշխանությունը։ Այդ միշտ պետք է այդ հստակ արձանագրել։ Որոշ եկեղեցականներ, որոնք ունեն եկեղեցում իշխանություն, որոշել են, որ Հայաստան ժողովրդավարություն չպետք է լինի։ Դա սահմանադրական է, թե չէ։ Պարոն Իոնիսյան։ Կներեք, չէ, այս պահը եկեք արձանագրենք։ Երբ որ հարցնում եմ հակասահմանադրական է գործողություն թե ոչ, տրամաբանորեն ես նկատում եմ իշխանության գործողությունները, որովհետև սահմանադրության երաշխավորը իշխանությունն է, ոչ թե եկեղեցին։ Իհարկե, բայց ես ուզում եմ մենք հարցին գլոբալ նայենք։ Որտեվ հարցին որ նեղ նայում ենք, նեղ կանանք նայենք, չգիտեմ, այս ինչ կա ամեն ինչ օրենսդրության տեսանկյունից, այս ինչ կա ամեն ինչ օրենսդրության տեսանկյունից, որոշ քայլեր օրինական են, որոշ քայլեր ապօրինի են։ Հստակ է։ Կան քայլեր, որոնք օրինական են, կան քայլեր, որոնք ապօրինի են իշխանության կողմից։ Դասում եմ մենք գլոբալ նայենք։ Որովհետև ինչ տեղի ունեցավ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Վեհապարը հայտարարեց, որ պետքա Հայաստանում լինի ոչ թե ընտրություններով ձևավորված իշխանություն, այլ լինի ինչ որ ուրիշ իշխանություն։ Դա առաջին բացահայտ գոնե, ես մա բացահայտ բաների մասին եմ ասում, չեմ մտնում չոր։ Դա հակասահմանադրական հայտարարություն էր։ Դա հայտարարություններ նրա մասին, որ սահմանադրական կարգը չպետք է գործի։ Ինչ էր լինում դրանից հետո շատ էպիզոդներով։ Մի սրբազան ասում էր պետքա ռազմական հեղաշրջում լինի։ Այսինքն սահմանադրական կարգի բռնի տապալման որին քննչակոմիտեն հայտարարեց, որում չկա հանցագործության տար։ Այո, այդ շատ էպիկ է, երբ որ մենք դրա մասին հաղորդում տվեցինք, մենք տեսեք, մենք նույն Աչապաղյանի գործով, հա, Աչապաղյանի մասնախոսք ինչպես գլխինգակ։ Աչապաղյանի գործով մենք այն ժամ մենք միշտ համարել ենք, որ իր գործողություններում հանցակազմ կա։ Հանցագործություն է կատարել այդ մարդը, այդ հանցագործության համար պետք է պատժվի։ Բայց միաժամանակ մեր համար ընդունելի չի, որ այդ հետևանքը, որ այդ քրեական հետապնդումը չի լինում այն ժամանակ, այլ լինում է ուրիշ ժամանակ, լինում է այն ժամանակ, երբ որ դա նպատակահարմար է իշխանություններին, որ դա զուգորդվում է հանցագործության հետ մեր գնահատմամբ ոչ ռելևանտ պատժով, որ դա զուգորդվում է օրինակ կալանքը որպես խափանման միջոց ընտրելով։ Այսինքն նորից եմ ասում, կան բաներ, որոնք որ օրինական են, կան բաներ, որոնք որ օրինական չեն, կան process-ներ, որոնք նորմալ են, կան process-ներ, որոնք նորմալ չեն։ Աչապաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը նորմալ է, պետք է լինի։ Բայց Աչապաղյանի պատիժը կամ Աչապաղյանին կալանավորելը նորմալ չի։ Դրա համար չես կարող դետալների մեջ չգալ, բայց ես նորից ուզում եմ մի հատ գլոբալ նայենք, էլի։ Ուզում եմ մի հատ գլոբալ նայենք։ Մի հատ եկեղեցին հայտարարում է, որ վեհապարը ներողություն հայտարարում է, որ ըստ էության ժողովրդավարական կարգով ընտրված իշխանություն չպետք է լինի, այլ եսին ոնց պետք է ընտրված իշխանություն լինի։ Շատ եկեղեցականներ հայտարարում են, որ ժողովրդավարությունը ընդհանրապես շատ վատ բան է։ Աչապաղյանը հայտարարում է, որ պետքա սահմանադրական կարգը բռնությամբ տապալվի։ Ուրեմն Բագրատ Գալստանյանը սկզբից փորձում է խաղաղ օրինական ճանապարհով ինչ-որ բան անել, հետո ռադիկալիզացվում է, ինչի միջալ քաղաքագիտություն հայտնի երևույթ է, էլի։ Ռադիկալիզացվում է եւ փորձում է ավելի ռադիկալ ոչ խաղաղ գործողություններով իշխանափոխության հայտնի։
հասնի։ Դա բարձում է, որ մի ուրիշ թեմի առաջնորդ 21 թվականին մարդկանց պարտադրում էր, եկեղեցականներին պարտադրում էր, որ գնային ուրեմն քաղաքական ուժերից մեկի ցույցերին։ Հետո ուզում եմ հիշեմ էլի։ Վերջը, սենց բազմաթիվ գործողություններ, որոնք բոլորը այդ բոլոր գործողություններին մի բան է միավորում։ Հա, հետո վեհապար այդ մեկը մորը, վեհապարի եղբայրը օրհնում է մի ստորաբաժանում, որը մի կողմ դրած որ Ուկրաինայում ռազմական հանցագործություններ է անում, եթե մի կողմ դրած, որը ուղարկում է իր զինվորականներին Մատ բանի այդ ոնց է կոչվում այդ ստի դետեկտորը պոլիգրաֆով ստուգում է ապարզում է որ սրանք բանն հետո իրանց սովորացնում է ինչ որ բաներ անել դիվերսիոն գործողություններ անել ու արկում է Հայաստան որպեսզի ստեղ դիվերսիոն գործողություններ անեն ընդ որում դիվերսիոն գործողություններ էլի իշխանության դեմ այս բոլոր դեպքերին այս բոլոր գործողություններին միավորում է մի բան մի խումբ եկեղեցականներ մասը երիտասարդներ կամ երիտասարդներն լավ բան է մի խումբ եկեղեցականներ փորձում են Հայաստանում ժողովրդավարություն տեսեք Հայաստանը ինչ որ ժողովրդավարության մակարդակը նենց է որ ասում են օ թույնա բան արդեն հեսա հասնում ենք ու անցնենք Նորվեգիային չէ բայց ինչ որ բան ունենք մենք ունենք ժողովրդավարական ինչ որ հաջողություններ մենք ունենք ժողովրդավարության ինչ որ մակարդակ որը տերմինաբանները կոչվում է electoral democracy մենք ունենք ինչ որ խոսքի ազատության մակարդակ մենք ունենք տարբեր բաներ ունենք որոնք պետքա գնահատել պահել եւ զարգացնել ինչ են իրանք փորձում անել այդ բոլոր գործողություններով տապալել շատ լավ դուք տապալել ժողովրդավարությունը տապալել սահմանադրությունը եւ այս կոնտեքստում փորձում եմ միջև վերջ գալ էլի պետք է հասկանալ շատերը ասում են դե օքեյ փորձում են տապալել իրավապահները թող պայքարեն այո բայց մի ուրիշ հարց տամ իսկ մեր երկրի իրավապահների կարողությունները ինչպիսին են մեր երկրի իրավապահները կարող են ավտոբուսի ջեպկիր բռնեն առանց օրենք խախտելու ոչ միշտ մեղմ ասած ոչ միշտ ու սկսում են դիմել տարբեր գործողությունների որոնք որ հաճախ անընդունելի են։ Հիմա բանի են իրավապահները, իշխանությունները գալու համար իմ համար այդ գործողությունները շարունակում են անընդունելի մնալ։ Տեսեք, այդ գործողություններն էլ եկեք ծվենք։ Բայց երբ որ խոսքը գնում է սահմանադրության վրա, դուք հողում եք անում սահմանադրության 17-րդ, եթե ճիշտ եմ հիշում, հոդվածին եկեղեցու եւ պետության անջատության մասին։ Իսկ իմ համար կա սահմանադրությունը շատ ավելի կարևոր դրույթ, որ այս երկիրը պետք է ժողովրդավարական երկիր լինի եւ բոլոր նրանք, ովքեր որ փորձում են դրան դեմ գնալ շատ ավելի մեծ խնդրեմ են։ Ուրեմն ձեր բերացանկը ուզում եմ շարունակենք, որ նախ միջև վերջ գնանք եւ նաեւ պահպանենք օբյեկտիվությունը։ Իշխանությունների կողմից խախտվում է մարդու անձնական կյանքի գաղտնիության իրավունքը։ Այո։ Սեփականության իրավունքը, ես կարող եմ նաեւ օրինակներ բերել սեփականության իրավունքը։ Օրինակ, երբ որ եկեղեցու կողպեքները փոխում է կարգալույց քահանան եւ գործող քահանայի մուտքը արգելում են իրավապահ համակարգի ներկայացուցիչները, այն դեպքում, երբ որ եկեղեցին որպես շենք շինություն սեփականության իրավունքը պատկանում այրացան, դա սեփականության իրավունքի ոտնահարում է։ Օգտագործում են իրավապահ համակարգի հնարավորությունները ոչ իրավաչափ, ոչ համաչափ եւ այլն, սրանք եւս սահմանադրության գլոբալist բոլոր գործողությունների միասին համարության խախտում են։ Այս երկուներից մի մասի վերաբերալ հաղորդում են տվել։ Իմ այս ձեռքով ստորագրել եմ հաղորդումները, արձանագրելով որ դրանք հանցագործություն են։ Այս երկու կողմերից սահմանադրության պահպանության երաշխավորի դերը հանձնված է ժողովրդի իրադրությամբ հանձնում է իշխանությանը, ոչ թե եկեղեցուն։ Եվ երբ որ սահմանադրության պահապանն է խախտում սահմանադրությունը, սա կարծում եմ ավելի ծանր խախտում է։ Ես որպեսզի քան որ շատ երկար էր այս մասը քննարկվում, մի հատ փորձեմ կարճ ամփոփել իմ մոտեցումը։ Իմ մոտեցումը այն է, որ պայքարը հակաժողովրդավարական կամ ժողովրդավարական կարգը տապալելուն ուղղված գործողություններ կատարողների դեմ այդ պայքարը օքեյ է, օքեյ չի, դրա մի շարք դրսևորումներ այդ թվում բոլոր դրանք, որոնք որ դուք նշեցիք։ Օքեյ չի, իհարկե, ասում եմ, ես եմ դրա հետ կապված հանցագործության մասին հաղորդում տվել, կներեք,
Այս երկրում 3 միլիոն մարդ կա, որ կարար այդ դեպքերի հետ կապված հանցագործության մասին հաղորդում տար, բայց այդ հաղորդումը ես եմ ստորագրել իմ այս ձեռքով։ Այո, իհարկե դրանք հանցագործություններ են, իհարկե դա չի կարելի։ Որ ավելի լավ պատկերացնեք, էլի իմ մոտեցումը։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք գլոբալ սահմանադրական կարգի մասին, սահմանադրականության մասին, իմ համար խնդիր է, որ եկեղեցին պայքարում է ժողովրդավարության դեմ, կամ եկեղեցին չէ։ Այստեղ էլի ներողություն եմ խնդրում, դեռ շատ եկեղեցականներ շատ լավ ժողովրդավարության աջակիցներ են։ Որոշ եկեղեցականներ պայքարում են ժողովրդավարության դեմ։ Իմ համար դա խնդիր է։ Իմ համար դա խնդիր է, որի դեմ իշխանությունը պետք է պայքարի։ Բայց այդ պայքարի ընթացքում չի կարելի կատարել ապօրինի բաներ, չի կարելի կատարել հանցագործություններ, չի կարելի խախտել սահմանադրության երկրորդ գլխում նշված իրավունքները, որոնցից մի մասը դուք թվարկեցիք։ Իհարկե։ Խոսելով եկեղեցու հետ Իհարկե, բայց այստեղ ես ուզում եմ մի բան էլ արձանագրենք, էլի այդ խնդիրը ես հաճախ տեսնում եմ, ես այդ խնդիրը Աճ Ապաղյանի դեպքով տեսա։ Ու ինչի՞ եմ նաև Աճ Ապաղյանի օրինակը բերում, որտեղ Աճ Ապաղյանի օրինակով, քանի որ մենք նաև հասարակությանը ապացույցներ տվեցինք ցույց տալու համար Աճ Ապաղյանի հետապնդման քաղաքական մոտիվացիան, հա, որ հրապարակեցինք թղթերը, որ քննչական կոմիտեն չէր այն ժամանակ դատախազությունը կարծեմ։ Վերջի դատա իրավական իշխանությունները պնդում էին, որ Աճ Ապաղյանի գործողություններում հանցագործություն չկա։ Եվ դրա համար Աճ Ապաղյանի մասով ես ավելի վստահ եմ խոսում, մանիպուլյացիաների տեղ չի թողում, էլի։ Աճ Ապաղյանի գործով բոլորը ասում էին, այ Աճ Ապաղյանը ոչ հիմնավոր է կալանավորված։ Տարբեր մարդիկ ովքեր ասում էին, որ տեղին է իր քրեական հետապնդումը, մարդիկ ասում էին, որ անտեղի է, վերջը, բայց շատերը համակարծիք էին, որ կալանքը անտեղին է։ Ու ես տեղ մի հատ ուրիշ խնդիր եմ տեսնում։ Իսկ Աճ Ապաղյանը միակն է, որ այս երկրում անտեղի կալանավորվել է, կամ նվազ հիմքերով կալանավորվել է, ոչ բավարար հիմքերով կալանավորվել է։ Միակն է, չէ։ Արշակ Սրբազանը միակն է, ում անձնական տվյալները հրապարակվել են։ Չէ։ Սա գլոբալ խնդիր է։ Երբ որ մենք ասում ենք, որ եկեղեցու հետ կոնֆլիկտում խախտվում են, հաճախ իշխանությունները խախտում են տարբեր իրավունքներ, այդ թվում սահմանադրության երկրորդ գլխով ամրագրված իրավունքներ, իհարկե խախտվում են։ Բայց ցավով պիտի նշեմ, որ դա մեղմ ասած միայն եկեղեցու հետ կամ եկեղեցականների հետ կոնֆլիկտում չի։ Հիմա երբ Միքայել Աճ Ապաղյանը նորից եմ ասում, այս երկրում ջեպկիր չեն կարող բռնել։ Ну, համարյա, կարող է ինչ-որ բացառություններ կան, բայց որպես կանոն, ջեպկիր չեն կարող բռնել ու դատել առանց մի երկու օրենք խախտելու։ Ժողովրդավարության դեմ պայքարող մի հատ խմբի դեմ կարան պայքարեն առանց օրենք խախտելու։ Սա որևիցե պարագայում չեմ ասում արդարացման կոնտեքստում, բայց սա ասում եմ, որ մեր խնդիրը ավելի մեծ է, մեր խնդիրը նա որ իշխանությունը այն ինչ որ պետք է անի, իսկ ես պնդում եմ, որ ժողովրդավարության դեմ պայքարողների դեմ պետք է պայքարի, չի կարողանում անել դա առանց օրենք խախտելու։ Իշխանությունը ասելով այդ թվում իրավապահները, այդ թվում քաղաքական, սա գլոբալ խնդիր է։ Ներողություն։ Սովորական հանցավորության դեմ չեն կարող պայքարեն, կներեք մարդ հանցագործության ականատես է ալնում, այդ մարդուն տանում են բաժին, սկսում են ոչ մի կապ չունի հանցագործության հետ։ Տանում են բաժին, սկսում են բաժնում ծեծել, ասել պատմի ինչ ես տեսել։ Էս է մեր երկրի իրական վիճակը։ Այս վիճակի ռակուրսից է եւ այս խնդիրները շատ ավելի խորն են, շատ ավելի ծանր են, շատ ավելի դժվար են, քան թե զուտ եկեղեցականների կամ որոշ եկեղեցականների անկներ խախտելը։ Հիմա երբ Միքայել Աճ Ապաղյանը կալանավորվում է քաղաքական նպատակներից ելնելով, ինչը դուք ասացիք, Միքայել Աճ Ապաղյանը քաղբանտարկել է համարվում թե ոչ։ Իր նկատմամբ քաղաքական հետապնդումը իր նկատմամբ քրեական հետապնդումը ունի քաղաքական մոտիվացիա։ Բայց ես պնդում եմ, որ ինքը հանցագործություն է գործել։ Հայաստանում այս պահին քաղբանտարկյալներ կան թե ոչ։ Ես կարծում եմ, որ Հայաստանում մեծ հաշվով
այն բոլոր մարդիկ ովքեր որ այնց քննարկվում են որպես քաղբանտարկյալ առերը տեսեք մի քիչ երկար պետք է պատասխանեմ որտեվ իրականում պետք է գնանք անուններով էլի մարդիկ ովքեր որ ներկայացում են որպես քաղբանտարկյալ պետք է հասկանալ մարդիկ այդ հանցագործությունը արել են թե չեն արել իսկ եթե իրանք այդ հանցագործությունը անեին եւ դա չլիներ իրենց քաղաքական գործունեության չզուգորդվեր իրենց քաղաքական գործունեության հետ կամ իշխանությունների քաղաքական մոտիվացիայի հետ քրեական հետապնդումը կլիներ թե չէ իսկ նույն ձև կլիներ թե նույն ձև չէր լինի եւ այս խնդրումը մենք իհարկե ունենք այս շատ դեպքեր կա դու գիտես որ այստեղ քաղաքական քրեական հետապնդումը ունի քաղաքական մոտիվացիա որս քրեական հետապնդումը որը տեղին հանցագործությունը կատարել է բայց այդ քրեական հետապնդումը չէր լինի եթե քաղաքական մոտիվացիան չլիներ կամ այլ կերպ կլիներ կամ պատիժը կամ խափանման միջոցը այլ կերպ կլիներ սենց դեպքեր բազմաթիվ կան բայց դեպք որ հանցագործություն չի կատարել մարդը ուղղակի չի կատարել հանցագործություն եւ իր նկատմամբ քաղաքական մոտիվներով քրեական հետապնդումա ինձ հայտնի չի, եթե ձեզ հայտնի է անուններով ասեք։ Ես հարցնում դուք մեկնաբանեք, որովհետև ես պնդումներ չունեմ։ Ինչ հանցագործություն է կատարել Սամվել Կարապետյանը։ Հիմնական խնդիր իր մասով, ինչքան ես եմ հիմա հասկանում, փողերի լվացման գործն է։ Բայց սկզբում ձերբակալանավորման բանը այլ էր, պատճառը այլ էր։ Սկզբանը եղել է այո, էլի տապալման մասով, ու դա թույլ հիմնավորված էր։ Պիտի ասեմ, որ այստեղ իր պնդումը որ եթե քաղաքական գործիչները սա չանեն, մենք դա մեր ձևով կանենք։ Միջև հիմա դրա բացատրությունը չենք տեսել։ Այդ մեր ձևովը որն է, որը քաղաքական չի։ Դա տենց ձև, որը քաղաքական չի, բայց սահմանադրական է։ Հիմա իրանք այն ինչ որ անում են, քաղաքական է։ Բայց ինչ էր ինչ նկատի ուներ, որ քաղաքական չէր, բայց սահմանադրական էր, սահմանադրական կարգի կարող են լինել ոչ քաղաքական։ Դա քաղաքական է, ինքը իր ելույթում բացառում էր քաղաքականը։ Նորից եմ ասում, բայց այս հոդվածը, այս հայտարարությունը, այս հայտարարությանը հաջորդած քրեական հետապնդումը իմ կարծիքով օրինակ չեն ձգում կալանավորման։ Okay, մարդը ինչ որ հայտարարություն արել, շատ լավ, քրեական վարույթ կարելի է սկսել, քրեական վարույթով հասկանալ այդ մարդու ասածը, օրինակ, պարունակում էր սահմանադրական կարգի տապալման հիմքեր, թե չէ։ Որտեղ դա փողերի լվացման մեղադրանքը։ Բայց այդ եմ ասում, միջև փողերի լվացման։ Քաղաքական էր թե ոչ։ Քրեական հետապնդումը իր նկատմամբ այսինքն քրեական վարույթ հարուցելը, քրեական հետապնդում հարուցելը հիմնավոր էր, բայց կալանավորումը իմ կարծիքով չէ, կարելի էր հանգիստ խափանման ուրիշ մեթոդ ընտրել։ Նորից եմ ասում, ասենց նուրբ սահմանային իրավիճակ է, որ այո, երբ որ մարդ հայտարարում է, որ ոչ քաղաքական մեթոդներով պետք է ինչ-որ հարցեր լուծի, ակնհայտորեն քաղաքական հարցեր լուծի, դա բերում է այն մտքին, որ մի րոպե էլի ոչ քաղաքական մեթոդը արդեն այդ որն է այն մեթոդը, որ սահմանադրական է, բայց քաղաքական չի։ Ես էլ չգիտեմ, հենց այդ է, չկա տենց մեթոդ։ Ուրեմն կամ քաղաքական է, կամ սահմանադրական է։ Բացառում ես քաղաքական, ներողություն, կամ քաղաքական է, կամ հակասահմանադրական է։ Դու բացառում ես քաղաքական կամ հակասահմանադրականը։ Միգուցե կա քրեական վարույթ է իրականացում, քրեական վարույթի ընթացքում դա պարզվում է։ Բայց այդ չի նշանակում, որ քրեական վարույթի սահմաններով պետք է մարդուն կալանավորել։ Եվ վերջում ուզում եմ հարցնել, եկեղեցին կարծես իշխանությունների կողմից թիրախավորում է նաև այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն օրինակ ասաց, որ այլ պետության շահեր է սպասարկում եւ այլն նկատի ունենալով Ռուսաստանի։ Դուք նախ սկզբի համար ուզում եմ արձանագրել, դուք ձեզ ռուսամետ եք համարում թե արևմտամետ։ Ես ինձ ոչ ռուսամետ եմ համարում, ոչ արևմտամետ։ Ես ոնց ասեմ մշակութային առումով, լեզվական առումով ես իհարկե շատ ավելի մոտիկ եմ ռուսականին։ Բայց մշակութ ասելով հենց
մշակույթ էլի, բայց որպես ժողովրդավարության աջակից, որպես ժողովրդավարական արժեքների աջակից, որպես մարդու իրավունքների աջակից, այդ կոնտեքստում ես իհարկե շատ ավելի մոտիկ եմ արևմուտքին։ Իսկ արդյոք այդ կոնտեքստում Ռուսաստանը այդ ամենից ցավոք սրտի շատ հեռու է։ Իսկ արդյոք այդ կոնտեքստում արևմուտքի դիրքերը չեն երերում, երբ արևմուտքի գլխավոր պետության ղեկավարը Դոնալդ Թրամփը օրինակ այլ պետության տարածքային ամբողջականության նկատմամբ ինչ որ նկարտումներ ունի, այլ պետությունից առևանգում են պետության ղեկավարին եւ այլն։ Եվ արդյոք ձեր այդ ընտրությունը կներեք այս ուղիղ հարցի համար պայմանավորված կարող է լինել օրինակ նրանով, որ իրազեկ քաղաքացիներ միավորման հաշվետվություններից երևում է, որ բոլոր գումարները, որոնք օգնում են կազմակերպության գործունեություն իրականացնել, տրամադրվում են արևմտյան կազմակերպությունների կողմից։ Նախ արևմտյան չի նշանակում ամերիկյան։ Ես ամերիկյան չեմ ասում, արևմտյան եմ ասում։ Ես պետք է ասեմ, մենք մեծ հաշվով Թրամփի իշխանության գալուց հետո Ամերիկայի վարչախմբի տարբեր մարմիններից Ամերիկայի կոնտեքստում վարչախումբ մեր լեզվամտածողության մեջ վարչախումբ բառը վատ կոնտեքստում է, չէ, Ամերիկայի կոնտեքստում։ Մենք փող չենք ստանում, մենք ունենք մի ծրագիր, որը Թրամփի իշխանության գալուց հետո մի 10 օր հետո կասեցվեց։ Բայց ես պետք է հետևյալը ասեմ։ Օրինականությունը շատ լավ բան է։ Օրինականությունը, միջազգային իրավունքի գերակայությունը, Մադուրոյի դեպքով եմ հիմա ասում, իրոք շատ լավ բան է, և շատ կուզենայինք, որ օրինականությունը և միջազգային իրավունքը ծաղկուն կապրեին և գերակայեին, բայց ինչ ենք մենք տեսնում, որ հաճախ այն էպիզոդիկ է կիրառվում, այսինքն հայտնում են ինչ-որ մարդիկ, որոնք ինչ-որ պետություններ դարձում են սեփական գրպանի, ոնց ասեմ, սեփական գրպանի պետությունը, որոնք ինչ ուզում անում են այդ պետության և այդ ժողովրդի գլխին, այսինքն լրիվ օրինականություն, լրիվ ստանձնած միջազգային պարտավորություններ, լրիվ ոնց ուզում բռնաբարում են, ասում են, բայց չես կարող գալ այդ երկրի, չգիտեմ, ղեկավարի վզակոթից բռնել։ Կներես էլ այդ օրինականությունը ոնց ասես բռնաբարում ես, իսկ ով ասեց, որ այդ օրինականությունից բան, տենց պետք է ընտրողաբար բռնաբարվի օրինականությունը։ Ով ասեց։ Ոնց որ բան է էլի, տենց չի լինում։ Ես կարամ դուրս գամ ավտոմատով Թումանյան փողոց, սկսեմ ավտոմատով, չգիտեմ, աչու ձախ կրակել, մեկը գա դուբինկայով գլխիս տա, ասեմ, այ դու իրավունք չունես դուբինկայով գլխիս տայիր։ Իհարկե չեմ կարա։ Իսկ դուք կարաք դուրս գաք ավտոմատով Թումանյան փողոցում կրակեք եւ Հայաստանի իրավապահ համակարգի փոխարեն օրինակ ռուսական իրավապահ համակարգը գացեք ձերբակալի Հայաստանից։ Օրինակ ռելևանտ չի, որտեվ Թումանյան փողոցի վրա ավտոմատով աչու ձախ կրակելը դա բան է, էլի տեղական սկեյլի բան է, բայց հասկանում եք ինչ էր տեղի ունենում Վենեսուելայում, ուղղակի լրիվ տոտալ օրինականությունը ամեն կերպ բռնաբարում էին, եւ այդ օրինականությունը բռնաբարելու ֆոնին ասում էին, բայց այդուհանդերձ միջազգային իրավունքի այս մի նորմը պիտի գործի։ Այդ նորմի շուրջ մնացած բոլոր նորմերը մենք բռնաբարելու ենք, բայց այս մի նորմը պիտի գործի։ Այդ չի լինում։ Եվ կներեք էլի, կարա ինչ-որ մեկը գնա պայմանական Բելգիայի վարչապետին առևանգի, կամ Բելգիայի թագավորին առևանգի։ Իհարկե չէ։ Բա ոնց է ստացվում, որ Վենեսուելային կարա, իսկ Բելգիային չի կարա։ Նկատի ունեմ նորից այս ամեն ինչը վատ է։ Այս ամեն ինչը գլոբալ առումով վատ է, շատ ավելի լավ կլիներ, որ լիներ օրինականություն, լիներ միջազգային իրավունք, պետությունները իրանց միջազգային ստանձնած պարտավորությունները պահպանեին։
Բայց չես կարող ասել, ես իմ ստանձած միջազգային պարտականությունները 99%-ը բռնաբարելու եմ, բայց այն 1%-ը, որը ինձ է պաշտպանում, այդ 1%-ը պիտի բոլորը հարգեն։ Բայց ներողություն, իսկ դուք այդ մտածողություն ունեիք նաև այն ժամանակ, երբ դուք եք հայտարարել, երբ ոչ մի թիզական պատկերացումներ ունեիք, օրինակ Արցախի հարցի շուրջ, երբ միջազգային հանրությունը պնդում էր, որ Արցախի հարցը այլ կարգավորումներ, պիտի խաղաղ կարգավորումներով ավարտվի եւ Հայաստանը պիտի զիջի 7 շրջաններ եւ այլն։ Եվ դուք այդ ժամանակ ոչ մի թիզական էիք։ Ես ոչ մի թիզական եղել եմ, այո։ Եվ ես ընդունում եմ, որ դա սխալ էր։ Եվ այդտեղ խնդիրը հիմնականում նրանումն էր, որ տարբեր պատճառներով էր իմ մոտ այդ ոչ մի թիզականությունը ձևավորվել։ Մեծ հաշվով այն պատճառներով ինչ որ հասարակության մեծ մասի մոտ ես տենց այդ առումով նենց չի որ բացառություն է, նենց չի որ հասարակության մեծ մասը համարում էր, որ ոչ մի թիզական էր, իսկ ես տենց ինչ որ դուք դարձել հասարակության մեծ մասի միջազգային իրավունքը շատ լավ գիտեք ինչ բան է։ Գիտեք, այստեղ հետևյալն է հարցը։ Այո, եւ բայց միաժամանակ կար մի շատ པարզ հարց, որը ես ինձ տալիս է եւ որին ես ինքս տալիս եմ սխալ պատասխան։ Արդյոք մենք կարող ենք պահել են ինչ որ մենք ունենք 20 թվականի մինչև սեպտեմբերի 27-ի դրությամբ։ Եվ ես ինքս ինձ այդ հարցի պատասխանը տալիս էի այո, որը սխալ էր։ Որը սխալ պատասխան էր։ Ես ինձ թվում է իմ համար աշխարհը փոխվեց 20 թվականի հոկտեմբերի 10-ին, երբ որ ես տեսա ադրբեջանցիների հադրուտ մտնելը։ Եվ ես հասկացա, որ ամեն ինչ որ ես գիտեի հայկական բանակի մասին, այդ ուղղակի միֆեր են։ Այդ օրը ես հասկացա, որ շատերը ավելի շուտ հասկացան, շատերը հասկացան, չգիտեմ, հոկտեմբերի սկզբին, ոմանք տենց էլ չհասկացան, վերջ տարբեր մարդիկ տարբեր։ Ես հասկացա այդ օրը, հոկտեմբերի 10-ին, երբ որ իմ աչքի առջև ադրբեջանական փոքր ստորաբաժանում մտավ հադրուտ, որտեղ հազարավոր զորք կար, եւ այդ զորքը մեծ հաշվով ունակ չէր մարդ վարել։ Տարբեր պատճառներով ունակ չէր։ Հիմա այդ թեման կարանք խորանանք, բայց ուրիշ թեմա է։ Ունակ չէր, որտեվ չգիտեմ, հրամանատարությունը կոմպետենտ չէր, ունակ չէր, որտեվ էս ունակ չէր, որտեվ այդ, բայց ունակ չէր։ Ես դա տեսա եւ ես հասկացա, որ ես երկար տարիներ շատ սխալ պատկերացումներ ունեի հայկական բանակի մարտունակության մասին։ Դա է փոխել, նաև դա է փոխել իմ շատ մոտեցումներ, շատ ընկալումներ։ Շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։ Դե ինչ, հուսով եմ հավանեցիք մեր զրույցը։ Եթե այո, ապա խնդրում եմ բաժանորդագրվել մեր ալիքին, լայքել եւ թողնել ձեր մեկնաբանությունները։ Դա կօգնի, որ հոլովակը տարածվի եւ հասանելի լինի ավելի շատ մարդկանց համար։ Այս զրույցների շարքը շարունակելու համար մենք ունենք ձեր աջակցության կարիքը։ Նկարագրություններ բաժնում կարող եք գտնել Patreon-ի հղումը ամսական բաժանորդագրությունների համար, ինչպես նաեւ donation alerts եւ boost-ի հարթակների հղումները մեկանգամյա փոխանցումների համար։ Եթե այս հոլովակը դիտում եք համակարգչով, ապա հեռախոսով կարող եք սկանավորել հոլովակի վերջում հայտնվող QR կոդերը այդ հարթակներում հայտնվելու համար։ Կանխավ շնորհակալ եմ։